Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն կրկին ողջունում է իր բոլոր ունկնդիրներին, բոլոր նրանց, ովքեր սովորականի պես այսօր էլ մեզ հետ են մեր կողքին, և իհարկե կարծում եմ ձեզանից շատերը սովորականի պես սպասում են իրենց սիրելի աստղաման հոգեբանին Գայանե Սարգսյանին։ Ցավոք իհարկե Տիկին Լուսիայի հետ տեղի ունեցած դժբախտությունից հետո մենք որոշ ժամանակ չենք կարող վայելել նրա ներկայությունը, բայց Գայանե Սարգսյանը մեզ ինչ որտեղ մխիթարանք է եւ մենք կարողանում ենք թեկուզ նրա օգնությամբ ձեզ ներկայացնել առավել կարևոր ու հետաքրքիր հարցերը։ Եվ ահա Գայանե Սարգսյանը կրկին Փակ TV-ի տաղավարում է։ Բարև ձեզ Գայանե։ Բարև ձեզ պարոն Ղուշյան, բարև ձեզ սիրելի հետևորդներ, հուսամ լավ եք պարոն Ղուշյան։ Այո, դե Մոսկվայից եթե հաջողվել է ձեզ միանալ, այն էլ հիվանդասենյակից, կարծում եմ որ ամեն ինչ լավ է։ Հուսամ, այո, պետք է որ լավ լինի։ Այո, ես հույս ունեմ որ ամեն ինչ լավ է լինելու։ Իհարկե միանգամից անցնենք հարցերին, ինչ հետաքրքիր փոփոխություններ, ինչ է ընդհանրապես մեզ սպասում ապրիլ ամսին։ Միգուցե այս հարցով սկսենք։ Այո, շատ ակտուալ հարց է, պարոն Ղուշյան, եւ արդեն իսկ 3 տեղի ունեցել արևի խավարումը, այդքան խոսում ենք մենք խավարումների համար, ամսի 29-ին է տեղի ունեցել։ Խավարումների միջանցքը բարդեր, ինչպես տեսանք, բոլորի կյանքում էլ ինչ որ խնդիրներ կային։ Ասեմ, որ երեկվա խավարումից առաջ հրատապ խնդիրները առաջ եկան, եթե առողջականի հետ էին կապված, ապա ստի կաթված, ապա շատ սուր, այսպես արագ ընթացող հիվանդություններն են առաջ գնում, նաև խնդիրները, այն խնդիրները, որոնք այս ընթացքում կծագեն, դրանք սուր ընթացող, արագ ընթացող, կարծես այսպես ասենք, քիթ քորելու ժամանակ չկա, հա, բառացիորեն ժողովրդական լեզվով, ամեն ինչը սրընթաց է, սիրելի հետևորդներ, մանավանդ սիրելի խոյեր, քանի որ խավարումները տեղի են ունենալու, տեղի ունեցան խոյ կենդանակերպում, փորձեք մի քիչ ավելի հանգիստ լինել, գիտեմ հույզերը, այդ էմոցիաները չեք կարող ամզսվել, քանի որ Մարսը գտնում է էմոցիոնալ նշանում, այն տակնու վրա է անում մարդկանց էմոցիաները, ներաշխարհը, ներընտանեկան անդորը, եւ առավելապես կարևոր է այս խավարումները խեցգետին խոյ, այծեղջուր եւ կշեռ կենդանակերպերի ազդեցության տակ ծնվածների համար խոյի կենդանակերպում 9 աստիճան, նոր իրադարձություններ, արագընթաց իրադարձություններ, որոնք ուղղակի ներկխուժեն ձեր կյանք, բայց նոր գործեր սկսելու համար էլ է բարենպաստ այս խավարումը, ճիշտ է մենք ապրիլի մասն ենք խոսում, բայց ապրիլը ընդհանրապես դա խոյի կենդանակերպն է եւ քանի որ խավարումը հենց խոյում է, բոլոր կարևոր գործեր սիրելի հետևորդներ ամսի 7-ից հետո սկսեք, որտեղ Մերկուրին էլ արդեն իսկ ձկներում է, բայց այն նահանջող է, միշտ ապեք, եթե ինչ որ կարևոր գործ կա, եթե ժամանակ ունեք, շահեք մինչև ամսի 7-ը, եթե չկա 4-ը 5-ը, ամսի 5-ին լուսինը ցուլի կենդանակերպում է ֆինանսական գործերի համար է շատ կարևոր, եթե վարկեր ունեք վերցնելու, եթե պարտքեր ունեք տալու, եթե իրեր պետք է գնեք, բայց ինչևէ այն իրերը, որոնք կապված են կենցաղային տեխնիկան, խորհուրդ եմ տալիս գնել ամսի 7-ից հետո, եթե ոչ, ուրեմն այդ օրերին կատարեք գործարքները։ Ինչն է կարևոր նաև, որտեղ ինքը մարտի վերջի, բայց ապրիլի համար էր ակտուալ, մարտի 27-ին Սև լուսինը մոտ գործեց կարիճի կենդանակերպ եւ այն լինելու է, այնտեղ գտնվելու է կամած կարիճից առաջ կգնա մինչեւ աղնավոր, դա մինչեւ 2025 թվականի դեկտեմբերի 19-20, փաստորեն մարտի 27-ից մինչև դեկտեմբերի 19-20 կարիճը դա ֆինանսներն են, ռեսուրսներն են, գումարներն են, բանկերի անաշխատ գումարները, փորձեք մանավանդ սիրելի կարիճ, ցուլ, ջրհոս եւ առյուծ այդ կենդանակերպերի ազդեցության տակ ծնվածները իրենք այսպես ամբողջ տարվա ընթացքում կամած այն առաջ կգնա, Սև լուսինը նա ֆիկտիվ կետ է, մոլորակ չէ, բայց հստակ երևում է նրա գործառույթը, նա բերում է դավադրություն, դավաճանություն, կեղծ հոգսեր, կեղծ գործեր,
ֆինանսական մեխանայություններից ուշադիր եղեք մանավանդ կարիճները, եթե պարտքեր եք վերցնում, պարտքեր եք տալիս գումարների հետ գործ ունեք, հստակ թղթաբանությամբ արեք այդ ամենը, որպեսզի հետո ապացույցներ ունենաք եւ հեռու մնացեք յուրաքանչյուր այդ անաշխատ գումարներից, այդ սև գործերից, որտեղ սև լուսինը հենց կարիճում այդ էլ ենթադրում է։ Նաև կարիճը դա մոգական նշան է։ Կշատանան այն անձինք, ովքեր զբաղվում են այդ գործով, կխաբեն մարդկանց, կրկին ասում ուշադիր եղեք կարիճ, ցուլ, առյուծ եւ ջրհոսքենթանակերպի ազդեցության տակ ծնվածները։ Այդպիսի մարդիկ, միստիկ մարդիկ կհայտնվեն ձեր կյանքում, կկողոպտեն ձեզ, ձեր գումարները եւ ինչ որ բաներ կպատվիրեք, դրանք մոգական այդ ամբողջ մշակույթն է, ուշադիր եղեք այդպիսի մարդկանցից, չար մարդկանցից, անեծքներից, իսկ նրանք ովքեր կանից են այդ ժամանակահատվածում չար գործեր կանեն, այդ ամենը կվերադառնա իրենց 9 տարի հետո, 9 տարվա պարբերականություն է, այսինքն այս մարտի 27-ից մինչև դեկտեմբերի 19-ը սև լուսնի կարիճում է լինելու եւ այն կրկին այդտեղ կլինի 9 տարի հետո։ Կարևոր տենդենսները այս սև լուսնի դիրքը նաեւ Նեպտունն է անցել, Նեպտունի մասին կխոսեմ հաջորդ հանդիպման ժամանակ, ինչևէ խավարումները եւ սև լուսինը, որոնք կարևոր կարմիկ ֆակտորներ են, նրանք խավարումները խոյի 9 աստիճանում է տեղի ունենում, սև լուսինը կարիճ եկավ մարտի 27-ից։ Ես ուղղակի գիտեք ոնց, եթե զգուշացնում եմ, օրինակ խավարումների համար ինչ կարող է անել անձը, դրանք էներգիաներ են, որոնք հստակ ազդեցություն ունեն։ Իսկ սև լուսնի դեպքում իմ զգուշացնելը այն առումով է, որ մարդիկ ուղղակի չներգրավեն այդ չար գործերի մեջ, կանեծքներ չտան, մոգական ինչ-որ ծիսակարգեր չանեն, որը կվնասի մարդկանց կյանքին, առողջությանը, կարիճը մահվան վերածննդի նշան է, այդ ամենը հետադարձ կապով ետ է վերադառնալու այդ մարդկանց։ Այս երկու կարևոր տենդենսները, պարոն Ղուշյան։ Տիկին Սարգսյան, ուզում եմ խոսենք կենդանակերպերի նկարագրի եւ նրանց զարգացման ծրագրի մասին։ Այո, դա էլ կարող ենք անել, բայց պարոն Ղուշյան, ես ուզում եի նաև շնորհակալություն հայտնել մեր հետևորդներին, նախարդ հաղորդման համար ես 1000 մեկնաբանություն, դա ուղղակի ահռելի թիվ է, 1000 մեկնաբանություն են ուղարկել մեզ, դրական մեկնաբանություններ, կուզեմ դրա մասին խոսել, հետո անցնենք կենդանակերպերին։ Սիրելի հետևորդներ, ուրախ եմ, որ դուք հղում եք բարի, դրական մեկնաբանություններ, տասնապատիկ ձեզ եմ հետ ուղարկում այդ մեկնաբանությունները։ Ես հասկացա, որ եւ բարձր դիտումներն են, եւ մոտավորապես 2000-ից ավել հավանում, եւ 1000 մեկնաբանություն, ես չգիտեմ, ձեր հարթակում եղել է 1000 մեկնաբանություն, այդքան դրական խոսքեր, պարոն Ղուշյան, դրանք դա ուղղակի հրաշալի է։ Բացառիկ է, գիտեք, դա ինչ է կատարվում, որ մարդիկ իրենք դրական էներգիայով են պարուրում այս եթերը։ Ես չեմ ցանկանա, մանավանդ սև լուսինն էլ կարիճի կենդանակերպում է, որ նրանց բերանից հնչի չար խոսքեր։ Այդ մխիթարանքի խոսքերը դրանք առաստված են գնում եւ հուսամ, որ բոլորի այդ ըստ իրենց ցանկությունների ետ կվերադառնա իրենց այդ ամենը, պարոն Ղուշյան, եւ նաեւ այսպիսի մի բան այդ հաղորդագրություններից մեկում ինձ պարսավող մի հաղորդագրություն կար, պարսավող չէ, այնտեղ տերոր պարունակող շանտաժ, որ պատասխան է տալու ասածներիդ համար, այդ երկու հաղորդագրություն եւ վատ մեկնաբանություններ գրված, այո, այդպիսի կոնտենտով կար, հենց այստեղ էլ գրված, ես ասեմ, որ մենք ընթացք ենք տալու այդ գործին, համապատասխան մարմինները արդեն իսկ տեղեկացված են, կհասկանանք ինչի համար պետք է պատասխան տամ, որտեղ հստակ իմ անձին վերաբերող այնտեղ խոսքեր կան։ Բայց ընդհանուր առմամբ շնորհակալ եմ ձեզ, որ դիտեցիք, որ ես հասկացա, որ մեր հայ հանրությունը, հանրույթը այն բացառիկ տեսակներից մեկն է, որ նա համախմբվում է ինչ-որ ճգնաժամային վիճակներում եւ արդեն ազգը օրհասական վիճակում է, նույնիսկ հիմնականում կանայք են, մեր հայ կանայք, նրանք խիզախ են, բոլորը կարող են նրանց վրա հույս դնել եւ հայ մայրերի եւ կանանց աղոթները կփրկեն մեր երկիրը, մեր Հայաստանը, այսքանը կարող եմ ասել։
Ես ասեմ, որ տիկին Գայանես, դուք ձեր սրտին մոտ մի ընդունեք նման տականքների մոտեցումը, որտեղ դրանք եզակի են եւ չեմ կարծում, որ դրանք ինչ-որ եղանակ ստեղծող են։ Դուք ամենակարևորը տեսեք, թե մարդիկ ինչ հետաքրքրությամբ են հետևում ձեր ելույթներին։ Սա շատ բան է ասում։ Այո, ուրախ եմ եւ ես ասում եմ, երբ 15 տարի առաջ որոշեցի գամ եթեր, ազնվությամբ ես որոշել եմ, որ աստղաբանության այդ իր ուրույն տեղը պետք է գրավի գիտությունների համակարգում, եթե ոչ գիտությունների մայրը լինի, որտեղ Հնդկաստանում աստղաբանությունը համարվում է գիտությունների մայրը։ Ես պետք է իմ գործառույթով եւ նաեւ իմ նման մասնագետները օգնեն հանրությանը, դարձնեն գիտակ, նրանք մարդիկ էլ սովորական մարդը անձը պետք է բացի համացանցը, հաշվարկները բացի, հասկանա իր թույլ կողմերը, աշխատի այդ թույլ կողմերի վրա, ուժեղ կողմերի վրա էլ հենվելով հաջողությունների հասնի։ Իմ գործառույթը սա է։ Տիկին Գայանե, ասեմ ձեզ, որ վերջերս մտածում էի մի հետաքրքիր ծրագրի մասին, Փակ TV-ի հետ համատեղ ստեղծենք աստղաբանական ակադեմիա, որտեղ կարող են ձեր հետևորդները այսպես մասնագիտական թե կրթություն ստանալ եւ թե շատ հետաքրքիր տեղեկություններ։ Մտածեք այս նախագծի մասին։ Եթե խելքին մոտ է, կարող ենք իրականացնել արդեն սեպտեմբեր ամսից։ Իսկ այժմ աստղաբանական քարտեզները մենք փորձենք կենթանակերպերին նկարագրել, պարոն Ղուշյան, խոսենք կշեռքի մասին, կշեռք եւ կարիճ, հա։ Հետո անցնենք երկու քարտեզների։ Կենթանակերպերի նկարագրենք իհարկե։ Կշեռքները նրանք, եթե ես սիրում եմ կշեռքները, միշտ ասում եմ, նրանք էսթետներ են, գեղեցիկ։ Բոլոր եթերներում եմ ասել, արդեն հետևորդներն էլ գիտեն, որ գեղեցկատես են հիմնականում, ասցենդենտով կշեռքները, աղջիկներ, տղաներ, հրաշալի են, ճաշակով, երբ որ նայում եմ, ես հաճույք եմ զգում, մանավանդ, որ այս նոր սերունդը 20-25 տարեկան, շատ քիչ է լինում, որ այսպես անցնում եմ կանգառների մոտով, նույնիսկ նրանք, եթե հանրային տրանսպորտից են օգտվում, որքան գեղեցիկ են իրենք, էսթետներ են, հետևեք ձեր տեսքին, սիրելի կշեռքներ, եղեք, եթե կույսը պեդանտ է, մաքրասեր է, կշեռքին չի հետաքրքրում դա, նրան հետաքրքրում է գեղեցիկը, այո, գեղեցկությունը կփրկի, գեղեցիկը կփրկի աշխարհը։ Ձեզ համար կարևոր պետք է լինել ներդաշնակությունը, անձնային ներդաշնակությունը։ Ես ասում եմ, ցավալիորեն կշեռքների 50%-ի մոտ ես հանդիպում եմ խնդիրներ միջանձնային հարաբերություններում, չեն կարողանում իրենց կյանքը դասավորել, բայց շատ կարևոր է իրենց համար, որտեղ կշեռքը դա համատեղելիության, դա գործընկերության, դա կողակից ունենալու նշանն է, բառացիորեն ասեմ, շատ կշեռք տղամարդկանց մոտ եմ հանդիպում, ահա որ շատ են տատանվում։ Նրանց կյանքում եթե կինը կա, անընդհատ կնոջ հետ այսպես կշռադառնում, մինչ դա ծնողների հետ, անընդհատ իրանք ուղղակի կորցնում են կյանքի իրենց կարևոր պահերը, որ երբ որ պետք է որոշում կայացնեն, այդ շատ երկար ու կարճ է, այդ երկար կշռադատելու համար անդադ չափում, ի վերջո ոչինչ էլ չեն անում։ Եվ շատ եմ հանդիպում, ասում եմ միշտ 50-ից 52 թվականի ծնվածներ, իրենք Սատուրնը կշեռքի կենթանակերպում միայնակ են մնում կամ կյանքի մի փուլում գոնե 30 կամ 45 տարեկանում անձնային խնդիրներ են ունենում։ 80-ից 82 թվականն էլ են նույնը։ Իրենք շատ կարևոր է Սատուրնը կշեռք կենթանակերպ եւ այդ տարիները, որ նշում եմ, նաեւ 15 տարի հետո, 14-5 տարի հետո, երբ որ Սատուրնը խոյում է գտնվում։ Եթե Սատուրնը խոյում է գտնվում, նա տանում է միայնակության իրենց բարդ բնավորության պատճառով, Սատուրնը կշեռքի կենթանակերպում մարդիկ այնքան շատ են փնտրում, չեն գտնում։ Ի վերջո 30 տարեկանից հետո ստացվում է։ Սիրելի կշեռքներ, այն վայրերը, որտեղ պետք է այցելեք եւ որտեղ դուք կունենաք հաջողություն, որտեղ է ձեր էներգիան ավելի այսպես շատ արտահայտվում։ Դրանք են հակում դեպի արվեստը, շատ եմ հանդիպում կշեռք կենթանակերպի ազդեցության տակ ծնվածներ, որոնք ունեն իրենց խանութները, դրանք կարող են լինել խանութներ կամ սրահները, գեղեցկության սրահները, նրանք գեղեցիկ են հագնվում, այդ բոլոր իրերը, աքսեսուարները, որոնք իրենց մեջ նրբաճաշակության տար են պարունակում, ապա իրենք այդ անձիկ ծնվել են կշեռքի կենթանակերպի ազդեցության տակ։
Գիտեք ինչն է կարևոր, նաև այստեղ դուք տեսել եք, չէ, դատարաններում կշեռքի նշանն է դրված, այո, դա արդարության նշանն է, լավագույն փաստաբաններն են, բայց ես ասում են կշեռքները լավագույն դատավորներն են, քանի որ կշեռք են, բայց ես հանդիպել եմ փաստաբանների մոտ, որոնք իրավամբ իրենց աշխատանք են կատարում եւ արդարացիորեն են մոտենում իրենց աշխատանքին եւ իրենց հաճախորդին։ Ինչևէ գեղեցկություն, նրբաճաշակություն, արվեստ, դա իրավական համակարգ, դա կշեռքի կենդանակերպի ամենակարևոր ոլորտներն են։ Անցնենք կարիճների մասին խոսենք, տեսեք ինչ է ասում, վերջերս հենց երեք մի մեկնաբանություն կար, որտեղ կարիճ կենդանակերպի ազդեցության տակ ծնվածը գրել էր, որ դուք մանավանդ հայկական լսարանում կարիճներին շատ եք փնովում, վատսական շատ մեկնաբանություն են ասում, չէ, սիրելի կարիճներ, դուք ասում եմ, այդպիսի դեպքեր եղել են եւ այդպիսի մասնագետներ կան, որոնք հնչեցրել են, նույնիսկ դեպքեր է եղել, գործող մասնագետներից մեկը Հայաստանում այդ կարիճ աղջկան ասել էր դու որ ծնվել ես դրա համար դժբախտություններ ես բերել ձեր կյանք չէ սիրելի կարիճներ դուք եկել եք մաքրեք ձեր շրջապատը այո կարիճը աղբն է կեղտն է կարիճը շատ բարդ կառմա ունի նրանք ովքեր այս պահին այս կյանքում ծնվել են կարիճի կենդանակերպի ազդեցության տակ այն որակները որոնց նկարագրում են ձեզ ուղղակի այդ որակներից հետ կանգնեք ինքնաբերաբար աշխատելով ձեր վրա եթե ունեք զարգացրեք ձեր մոտ կարիճի այդ բնատուր դրական որակները ու դուք կարող եք հաղթահարել այս կառմա որովհետև կարիճից հետո աղեղնավոր ասում է չեն կարողանում ծնվել եթե ռեինկարնացիա գաղափարախոսությունը կա եւ իրականում ասում եմ մի քանի անգամ մարդիկ կարող են վերածնվել կարիճի կենդանակերպում որպիսի մաքրեն իրենց կառման իրենց տոհմի կառման կարիճը ուժեղ նշան է այն վայրերը որտեղ կարող եք դուք ձեզ այսպես գտնել այն ոլորտները որտեղ ձեր էներգիան շատ մեծ հզոր այսպես շիթով կարող է հորդալ դա անսպասելին ուրանին է դա այն վայրերն են որտեղ տեղի են ունենում ճգնաժամեր այսինքն դուք կարող եք աշխատել ճգնաժամային իրավիճակներում դա եթե այլ ամանում եք ապրում դա 9-1-1-ն է եթե աշխատում եք առողջապահական համակարգում ապա դա կյանքի եւ մահվան այդ բաժինն է դա իրականում վերակենդանացման վերականգնողական բաժին է նաեւ լավագույն կարիճները այն բժիշկներն են որոնք զբաղվում են գենետիկայով միզասեռական օրգաններն են գտնում կարիճի ազդեցության տակ եթե դուք հոգեբան եք ապա լավագույն ուղղությունը ձեզ համար դա փսիխոանալիզն է Կարլ Գուստավ Յունգ եւ Ֆրոյդի տեսությունը որտեղ մեր հոգեսեռական խնդիրները հոգեկան այդ սեռական խնդիրները նրանք իրենց արձագանքն են գտնում հոգեկանում իսկ դրանց բուժման համար շատ կարևոր է որ անձը կարողանա մտնել մարդկային էության խորքեր իսկ դրանք հենց կարիճներն են որոնք արևով լուսնով կամ ասցինդենտով են կարիճ վարկերից խուսափեք սիրելի կարիճներ մեծ գումարներ եք սիրում եւ աշխատել եւ տնօրինել եթե բարձրացող հանգույցն է կարիճում ապա կարող եք այդ ամենը անել դուք մեծ հնարավորություն ունեք մտնելու այդ էգրեգորի մոտ եթե իջնող հանգույցն է կարիճում ապա ձեզ պետք է չհետաքրքրեն ձեր հանրային գումարները բանկերը տոկոսով գումարները դուք պետք է ուղղակի սկսեք մանր ձեր իսկ աշխատանքից եւ կուտակեք ռեսուրսներ եւ նաեւ կտակի եւ ժառանգության դաշտն է լավագույն նոտարները ապահովագրական ընկերությունը եւ աշխարհի մեծահարուստներից մոտավորապես մոտ 20-30% կարիճի ազդեցության տակ են ծնված։ Ես ձեզ ասեմ, որ հիմնականում կույսերն են, բայց կարիճները իրենց կյանքի ընթացքում շատ են հանդիպում վայրի վերումների, նրանք պարբերաբար այսպես ֆինանսական դաշտում միշտ ճգնաժամերի մեջ են լինում։ Միևնույն է, որքան էլ որ ասեմ, կարիճի գումարը սիրում, ուրեմն գնացեք, բայց զգուշ եղեք, մանավանդ այս մոտավորապես մարտի 27-ից մինչ դեկտեմբերի 19-ը բարդ վիճակներն են, դուք կարող եք ընկնել ֆինանսական խնդիրների մեջ, եթե մաքուր չաշխատեք։ Հակառակ դեպքում իմացեք նորմալ կարող եք տանել այդ խնդիրները։ Պարոն Ղուշյան,
Մենք երկու անձի կարող ենք հաշվել եմ։ Կարող ենք ներկայացնել։ Այո, խնդրեմ, ներկայացրեք։ Այստեղ Սաթի, որը ծնվել է 27/07 1979 թվական։ Սիրելի Սաթի, պարբերաբար հանդիպում եմ գրառումներ ձեր կողմից, կարծում եմ, որ դուք բավականին այսպես աստղաբանությանը ծանոթ եք, ուշադրություն դարձրեք ձեր 3-7 թվերին, ես էլ իմ տվյալներում 3-7 ունեմ եւ ի վերջո հոգու թիվը 7-ն է, 3-7-ը դա տիեզերական աստվածային իմաստությունը ճանաչելու կարևոր ցուցանիշ է, ձեր այստեղ եթե մենք հանդիպում ենք, այս թվերը շատ կարևոր են, դուք ասել եք, այո, նշել եք, որ դուք առյուծ եք, լուսնով կույս, եւ ասինդենտը ձեր կշռքի կենթանակերպում է, Սաթի ջան, քանի որ այստեղ մասնագիտական կողմնորոշման համար ենք մենք դիտարկումներ կատարում, ձեզ համար շատ կարևոր է, դուք պետք է այս կյանքում աշխատեք, հուսամ, որ նորմալ աշխատանք ունեք, դուք արդեն հասել եք մասնագիտական հաջողությունների, իսկ եթե ոչ, ասեմ, որ ձեզ մոտ Սատուրնը բարձրացող հանգույց է եւ Լուսինը մայրիկի կողմից նախ շատ մաքրասեր կարող եք լինել, իսկ մյուս կարևոր փաստարկներից մեկը, որ դուք այս կյանքում պետք է աշխատեք, պետք է հասնեք հաջողությունների, պետք է ունենաք ձեր սեփական բիզնեսը, եթե առողջապահության ոլորտում եք, ապա ղեկավար դեր պետք է ստանձնեք, HR մարդկային ռեսուրսների ղեկավար, իջնող հանգույցը ձեր ձկներում հոգեբանությունը հիմք պետք է լինի ձեզ համար, դուք պետք է օգտվեք այդ գիտելիքներից, բայց հակառակ առանցքում, որտեղ նաև սև լուսինն է, որը պարբերաբար խոչընդետելի է ձեր առաջընթացին, ապա պետք է ուշադրություն դարձնեք, որ այս կյանքում հասնեք մասնագիտական ձեռքբերումների։ Կներեք։ Որ այս կյանքում հասնեք մասնագիտական ձեռքբերումների, խոչընդոտները շատ են լինելու, աշխատանքում ձեզ շատ են խանգարելու, նույնիսկ ղեկավարները կարող են խանգարել, բայց եթե դուք պարտաճանաչ եք, եթե ժամանակին ներկայանում եք աշխատանքի, եթե դուք ծրագրեր ունեք երկարաժամկետ, այդ ծրագրերին հետևելով կհասնեք մասնագիտական հաջողությունների։ Այս կյանքում ձեր ծրագիրը աշխատել եւ հասնել հաջողությունների։ Հաջորդ մեր հետևորդը, որը դիմել էր Էլեն Զաքարյան, երեխայի անուն էր այդպես երևի 2012 թվական մարտի 31։ Այո, ծնողը անհանգստացած է նրա մասնագիտական ձեռքբերումների համար, քանի որ Մարսը կույսի կենդանակերպում է, տվյալ երեխան դեռ 12 տարեկան է, արդեն ի ծնե խնդիրներ կարող է ունենալ աշխատանքի հետ, որպեսզի տվյալ անձը խուսափի մասնագիտական խնդիրներից նորմալ աշխատանք ունենա կյանքում եւ չվնասի իր առողջությունը, ապա բարձրացող հանգույցը աղեղնավորի կենդանակերպում անպայման ձեր երեխան պետք է բարձրագույն կրթություն ստանա։ 8-րդ դասարանից հետո պետք է հետևեք, որպեսզի նա լինի ավելի լայն մտահորիզոն եւ այն ոլորտներն են, որտեղ մեծ հնարավորություն կա շփվելու խելացի, գրագետ մարդկանց հետ, պրոֆեսորադասախոսական կազմն է, եթե ձեր երեխային կցանկանաք, որ նա նախ պետք է սովորի, հետագայում գոնե ավարտի 1 կամ 2 բուհ, մագիստրատուրան նույնիսկ շատ կարևոր է, կարող է ուսումնասիրել մի քանի օտար լեզուներ, պարտադիր նա պետք է ճանապարհորդի, պարբերաբար նա պետք է այդ տարբեր երկրներ այցելի, նրանց մշակույթին ծանոթանա եւ կրոն եւ փիլիսոփայություն, այդ ոլորտներն են։ Նաեւ Վեներա, Յուպիտերը ցուլի կենդանակերպում, նաեւ Պլուտոնը այծեղ ջուրի կենդանակերպում ձեր երեխայի համար կարեւոր են այն ոլորտները, որտեղ ֆինանսներ են շրջանառվում, դա ցուլի կենդանակերպն է, Յուպիտերը ցուլի կենդանակերպում եւ նաեւ Պլուտոնը այծեղ ջուրի կենդանակերպում, դա պետական ադմինիստրատիվ համակարգն է, դա օգտակար հանածոներն են, դրանք ռեսուրսներն են, տնտեսագիտությունն է, գյուղատնտեսությունն է, այդ ոլորտներում նա կարող է ունենալ հաջողություններ, լավագույն բուհերը պետք է այնպես անեք, որ ձեր երեխան անպայման բարձրագույն կրթություն ստանա,
հետագայում էլ կարող է հասնել մասնագիտական հաջողությունների, իսկ Մարսը կույսի կենդանակերպում, եթե ցանկանում է բժիշկ դառնալ, ապա նա կարող է լինել վիրաբույժ կամ այնպիսի մասնագետ, որը աշխատում է բորբոքային պրոցեսների հետ եւ կարողանում է լուծել այդ խնդիրը։ Այսքանը, սիրելի հետևորդներ, այսքանը պարոն Ղուշյան, ես վերջացրեցի մասով։ Շնորհակալ եմ Տիկին Գայանե, շատ ուրախ եմ։ Սիրելի բարեկամներ, ինչպես միշտ մենք հյուրընկալել ենք աստղաբան հոգեբան Գայանե Սարգսյանին, սպասեք նրան առաջիկայում եւս, իսկ այսօր այսքանով ավարտում ենք մեր ծրագիրը եւ մաղթում ձեզ ամենայն բարի։ Ցտեսություն։